Շատ ուրախ եմ ձեր մեջ լինելու համար, շատ ուրախ եմ ստեղ լինելու համար, որ գալիս եմ ստեղ ոնց որ տուն եմ եկե, ոնց որ չէ տուն եմ եկե, որ ստեղ եմ լում ինձ իրոքից տունն եմ զգում, չնայած որ ահագին վաղտորի ստեղ եմ ապրում, դաժե ասում եմ տուն եմ եկե, բայց տանեցիներից շատերին չեմ ճանաչում, բայց հիմնականում մարդը ընդեղ է տունը զգում և որտեղ որ ապրում է, չէ, բայց որ որոշ ժամանակ ուրիշ տեղ ես ապրում, մի քիչ տենց տարօրինակ զգացումները, մի քանի տեղ միաժամանակ տանն ես զգում։ Ով չգիտի, կարճ ասեմ, ես ծառայում էի Կարսում, ստեղից գորի հետ իրար հետ գնացել ենք առաջի անգամ Կարս, ունդեղ ոչ մեկ չկար, ոչ մի բան չկար, բայց այս պահի դրությամբ Կարսում ունենք արդեն պետական գրանցված օֆիցիալնի եկեղեցի, որը շարունակում է իր ծառայությունը։ Շատ դետալները չեմ ուզում գնամ։ Երևի թե տեսել եք անցած տարի էլ ով տեսել է, մի քանի հոգու հետ եկել էի մեր ընդեղի իմ ծառայեկից աղբերների հետ եկել էի։ Ու ասած իսպես 7 տարի առաջ գնացել էի, ոչ մի բան չկար, այս պահի դրությամբ, այս նոյեմբերի 3-ին, լսվում է թե մոտիկ պահեմ, այս նոյեմբերի 3-ին մեր եկեղեցու 5-րդ մկրտությունը արեցինք, ոչ թե 5-րդ մարդ, այլ 5-րդ անգամ, մկրտություն արեցինք, ու շատ ալում ես պահին, որ այդքան բանից հետո նայում ենք, այն ժամանակ ոչ մի բան չկար, հիմա արդեն եկեղեցին հաստատվել է, լիքը մարդիկ, երկրպագություն խումբ կա, քարոզողներ կան, դասեր են կանում եկեղեցում ու մեկ շատերը խոսում են բան, դաժե շատերն ասում են հանգարց նայի չհպարտանաս, չեմ կարող հպարտանալ, որտև ես չեմ արել։ Չէ, իրոքից չեմ կարող հպարտանեմ, որովհետև իրոք անողի ես, չեմ, որ ես շատ ուզեի էլի չէի կարող անել, որովհետև շատ եղել ուզել եմ ու չի ստացվել։ Հեսա ինչի համար եմ ասում էսի, մի հատ տեղ եմ ուզում կարդամ, երևեթի շատերը անգիրք իմանան այս տեղը, Եսայա 6:8 Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր, որին ուղարկեմ, ով կգնա մեզ համար։ Եվ ես ասացի, ահա ես, ինձ ուղարկի։ Ամեն։ Ես արել եմ ընդամենը մի բան, ասել եմ, ահա ես, ինձ ուղարկի։ Չէ։ Ու Եսայան էլ մենակ ասեց, ահա ես, ինձ ուղարկի։ Ու ես հավատում եմ, որ այդ որ ասեց, որ Աստված ասում է, ում ուղարկեմ իմ համար, ում ուղարկեմ իմ անունի համար, դա մենակ Եսայան չասեց, մենակ այդ ժամանակ չասեց։ Շատ ժամանակներ, շատ մարդկանց ասել։ Ճիշտ է։ Աբրահամին, Մովսեսին, Գեդեոնին, ուղարկեմ։ Արի քեզի ուղարկեմ իմ համար, իմ անվան համար։ Մատ որոշները ասում են, հա, ինձի ուղարկե, որոշները ասում են, չէ։ Այդ իմ բանը չի, իմ գործը չի, ինձ մի ուղարկի։ Ու մեկ լավ հələ սրանք գամ։ Ով գիտի մեծ հանձնարարականը։ Հա, կարճ։ Ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով ամեն ինչ, որ ես ձեզ պատմեցի, ես ձեզ պատվիրեցի, պահեն, և ահա ես ձեր հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, ամեն։ Բայց մեծ հարց, Հիսուս ում էր էսի ասում։ Ընդհանուր սարի վրա քարոզեց բոլորին, չէ, այն մարդկանց, ով ասել էր տունը թող, ընտանիք հետ, ամեն ինչը թող արի իմ հետևից։ Հիսուսը իր հետևողներին ասեց, իր հետևողներից ասեց գնա իմ անվան համար, իմ անունով մկրտի,
իմ անունով սովորացրա, իմ պատվիրանները սովորացրա ժողովրդին, աշակերտի։ Ու հիմա մոտ կարևոր բան։ Նայեք, Աստվածաշնչի սկզբից մինչև վերջ նայեք, ում է Աստված ուղարկե իր անվան համար։ Իրան հետևորդներին։ Այստեղից հետևություն։ Եթե քեզի հավանում ես Աստծո հետևորդ, Հիսուսի հետևորդ, գնա։ Իսկ բոլորին ասում։ Մեծ հանձնարարականը նրանց մենակ որ ով առաքյալական պարգև ունի, ով ավետարանչական, չէ, բոլորին ասեց, ով իրան հետևում է, թող գնա։ Ամեն։ Գիտեք, որ ստեղ գալիս եմ, մենք հրազդանում մտնենց լավ եկեղեցի ունենք, որ չգիտեմ, ով ուրիշ տեղեր գնացել է տեսած կլնեք, էսին ենս յուրահատուկ բան է, որ շատ դժվար է ճարել է սենց բան։ Սենց տեղ, այսքան օրհնված եկեղեցի, այսքան լավ օծություն, այս ընտանիքի մոտնորդը, այնքան քիչ տեղերում կա։ Ով կար անցած տարի 50-ամյակին, ես տեղ էի, հա։ Ինչ լավ պատմություն, չէ, որ սենց ընդհանուր պատկերը նայում ես, բայց այս ամեն ինչ այսքան օրհնված ծառայությունը ոնց սկսավ։ Ամերիկայից մեծ կազմակերպություն եկավ, չէ։ Ինչ որ մեկը որոշեց գա ստեղ, ապրի ժողովրդի հետ, ու տնային խմբակ սկսի։ Ու այս ամեն ինչը սկսվեց սրանից, ճիշտ է։ Նույն ձևի, ոնց այս բան կարծում մենք եկեղեցի ունենք։ Ես ինչ կարայի անի, ես ընդամենը Աստծուն ասացի, ահա ես ինձ ուղարկի։ Գնացի այնտեղ, ու Աստված իր գործը ինքը արեց, ես չգնայի, ուրիշին գործած էր անել։ Չմտածեք, որ դուք եք էդի անելու, առանց ձեզ էլ Աստված էդի անելու է։ Բայց եթե ասես, ահա ես ինձ ուղարկի, քեզ գործածի այդ գործը անելու։ Ու ոնց էլ չնի, դու էլ կօրհնվես։ Ու մի հատ բան, էլի, շատերը ասում են, հələ դրան պատրաստ չեմ, հələ դրա տեղը չի եկե, հələ այդքան չեմ, հա, եթե դու ուզում ես պատրաստ լնես, քեզի խոստանում եմ չես լնելու, չես կարա դու պատրաստ լնես, որ արժանանաս նրան, որ Աստված քեզ գործացի, Աստված մեզ գործացում է իր շնորհի արդյունքում, ամեն, դու չես լինելու պատրաստ, Եսայան պատրաստ էր, չէ, Աստված իրան պատրաստեց, որ ասեց, ահա ես ինձ ուղարկի, եթե հիշում եք այդ կոնտեքստը, կպնում է շուրթերին սրբվում է, չէ, Աստված ինչի Մովսեսին Եգիպտոսում, որ ինքը հələ Եգիպտոսում էր, այդ վաղ չկանչեց, ինչի համար, որովհետև Մովսեսը Եգիպտոսում իրենից ինչ-որ բան էր ներկայացնում, ինքը ընդեղ պալատական էր, ինքը ընդեղ արքայազն էր, որ ընդեղ ինչ-որ բան աներ, կարող ինքը իրան վերագրեց, Աստված սպասեց, մինչև Մովսեսը դառնա ոչ մի բան, մինչև դառնա կակազող սարիչո բան, որ տենց չի, որ վերցնի, որ ինչ ուզում ալնի, Մովսեսը չկարենա իրան վերագրի։ Հասկանում եք, եթե դու ուզում ես ինչ-որ տեղ հասնես, նոր գնաս սկսես ծառայել, նոր գնաս Աստծո անվան համար, չես հասնելու։ Դու պրոստը լիովին հանձնվի, որ Աստված քեզի գործացի։ Նույն ձևի ես որ գնացի Կարս, մտածում եմ երաժիշտ եմ, կարամ երաժշտությամբ ինչ-որ բան անեմ, չգիտեմ, ինժեներ եմ, պոլիտեխնիկ եմ սովորե։ Մեկ Աստված լավ է կարում հեգնի ինձի տարավ։ Ունենց հետարկիցով կազմակերպեց, որ դառնամ անգլերենի դասատ։ Ով ինձի լավ է ճանաչում գիտի, ես ուր։ Ուղղակի իրականից համ հետարքիր է, համ շատ գնդալ է։ Բայց իտոգում, այսօր որ գնաք Կարս հարցնեք, ընդեղի ամենաճանաչված անգլերենի դասատներից մեկը ես եմ, ամենաճանաչված մասնագետներից մեկը ես եմ։ Դպրոցում սկի անգլերենի քարորտը չի կարում փակեի։ Պոլիտեխնիկ եմ սովորել, ես ուր անգլերենն ուր։ Չէ՞։ Ինչի համար։
որ հանկարծ եթե ուրիշ ինչ-որ բաներ կարող է ինձ վերագրեի, էսի չեմ կարող ինձ վերագրեմ։ Ու հենց այդ աշխատանք, որտեղ որ սկսեցի աշխատել, հենց այդ աշխատանքի արդյունքով այսօրվա ծառայողներից մի քանիսին գտել եմ։ Այսինքն ծանոթացել եմ, ապաշխարել եմ։ Աստծո ճանապարհները անքննելի են։ Ինքը ոնց է գործում։ Նախ առաջին, դա քո գործը չի, երկրորդը դու չես կարող գծես։ Դու ընդհանրապես հանձնվի ինքը կանի։ Ամեն։ Դու մատ այս պահը մի հատ ասեմ ու արդեն անցնեմ առաջ։ Հիշի, եթե ուզում ես Աստծո գործը անես, դու չես կարող ինչ որ մեկը լնես, որ Աստծո գործը անես։ Բայց եթե Աստծո գործը անես, դու մեկը կլնես։ Դու կլնես բարի ու հավատարիմ ծառա։ Ամեն։ Հիմա ուզում եմ կարդամ Հռոմեացիս 10-րդ գլուխ 13-ից 15-ը։ Գցում եք թե՞ չէ։ Ես կկարդամ։ Էլի հայտնի իմացված տեղ եմ կարդալու։ Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչեք ապրի։ Արդ ինչպես կանչեն, որին չհավատացին։ Եվ ինչպես հավատան, որին չլսեցին։ Եվ ինչպես լսեն առանց քարոզողի։ Եվ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն։ Եվ ինչպես լսեն, էսի արդեն կարդացի։ Ինչպես գրված էր, որպես գեղեցիկ են նրանց ոտները, որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաների ավետիք են տալի։ Ճիշտ է։ Աստված ուզում է, որ դու գնաս։ Բայց ուղարկվողի մասին կարծում եմ հերիքա խոսամ, մի քիչ էլ ուզում եմ ուղարկողի մասին խոսեմ։ Եթե ինչ-որ մեկը ուղարկվում է, ուրեմն ուղարկող էլ կա, ճիշտ է։ Երկուսն էլ կարևոր են ու երկուսն էլ նույն գործի գործակիցն են։ Ճիշտ է։ Նույն գործի գործակից են։ Ու ուղարկելը ո՞րն է, որ մեկին ասում ես հելի գնա, դա ուղարկել չի։ Սերն թարգմանես կարող է, բայց դա ուղարկել չի։ Իրականում ուղարկելը ո՞րն է, որ հոգում ես իրա գնալը։ Ճիշտ է։ Որ դու օգնում ես ամեն ձև իրեն պատժկա ես անում, որ այս մարդը կարենա գնա Աստծո գործի համար, ճիշտ է։ Երբ որ ուղարկվողը գիտի, որ իր թիկունքում մարդ կա, որ ինչ հարց լինի, գիտի ում դիմի, մենակ չի ես գործում, որ գիտի իր համար աղոթող կա, ամեն։ Ու նույն ձևի էլ ինչի համար շատերը չեն գնում, որովհետև ուղարկող չկա։ Շատերը ուզում են գնան, հոժար են, բայց չգիտեն որտեղ սկսեն, ոնց սկսեն, ուր հասնեն։ Ու չեմ ուզում, որ խոսքերս որպես մեղադրանք ընչի, ուզում եմ խոսքերս որպես հորդորանք ընչի։ Բայց այսօր Հայաստանի եկեղեցիները, Հայաստանի հոգևորները, եկեղեցու անդամները այնքան պատրաստ են գնալու, այնքան հասուն են գնալու։ Բայց ցավոք սրտի մենք ուղղակի սովոր ենք, որ միշտ մեզ են եկել։ Ժողովուրդ, վախտնավոր մենք գնանք։ Լիքը գնացողներ կան, բայց լիքը ասված է մեր քանակի համար շատ քիչ է։ Այսօր մեր եկեղեցիների, Հայաստանի եկեղեցիների հոգևորները այնքան հասուն են, որ դրսում ամբողջ քաղաքի պատասխանատուն նենց մարդիկ է դրվում, որ ստեղ սկի 5 հոգանոց մանկական դավերը չեն կանի։ Ինչի համար։ Մարդ չկա։ Դրսում մարդ չկա։ Լուրջ եմ ասում, ստեղ սովոր ենք, չեք պատկերացնում ոնց այն, որ սենց կրիզիս է, միլիոնավոր մարդկանց մեջ մարդ չես գտնում, մի հատ հոգևոր հասուն մարդ չես գտնում, որ կարենա ինչ-որ պատասխանատվություն վերցնի, չգիտեն, չեն լսե, չկա, գնացող չկա։ Սաղ գնում են ճոխտեղերը, զարգացած, ինչ-որ, բայց այնքան տեղ կա, որ այդքան զարգացած չի, բայց լիքը մարդ ապրում ու շատ կարիք ունեն Աստծո։ Գնում ես, պատմում ես, ասում ոնց տես բան էլ կա։ Խաբեր չեն լսե, ասող չի եղել, որտեղ ես լսեն։
Ինտերնետս մտնում, ինտերնետը փակած է, ոնց է այսօր, չգիտեմ, ով Ռուսաստանի հետ կապ ունի, լիքը սայթեր չես կարող մտնես, ճիշտ է։ Մտնում ես ինտերնետ, որ լսե, որ տենաս, կարդաս, փակած է այդ սայթերը։ Մեկը չկա, որ եթե ասի, գիտես ինչ, Հիսուսը քեզ սիրում է։ Գիտեք ինչքան է եղել, մարդու համար աղոթել եմ, զարմացել է։ Ասել է, իմ համար այսքան ամբողջ կյանքումս իմ համար մի հոգի դաժե աղոթած չկար։ Առաջի անգամ է իմ համար ինչ որ մեկը աղոթում։ Մենք սովոր ենք, որ մեր համար մեկը աղոթի։ Բայց մարդկանց համար աղոթող չկա։ Եկեղեցում կամ ինչ որտեղ մարդիկ են ապաշխարում, երբ որ մարդը նոր է ապաշխարում, խնամակալ է պետք, մեկը պետք է, որ այս մարդու հետ հոգ տանի։ Այդ մարդու համար հոգ տանողը հələ փոխաբերական իմաստով նոր է կաթից կդրվե։ Հələ սիչ էլ կդրվե։ Ու ինչի համար, որովհետև հասուն հոգևորներ չկան։ Այստեղ էլ նորից եմ ասում, չեմ ուզում մեղադրական չեմ ուզում խոսքս ընդհանրապես։ Მე չեմ մեղադրում։ Բայց ուզում եմ հորդորանք լինի, որ այստեղ այսքան հասուն նենց լուրջ աստվածաբանական թեմաների մեջ վիճաբանող մարդիկ լիքն են, այնտեղ անուբն ճանաչող չկային, որ բանի մեջ ասում է հոբի աչու ծախը հովնանի գրքի մեջ ասում է աչու ծախը չեն տարբերում իրարից։ Իրոքից տենց է։ Չեն տարբերում, չգիտեն, որտեվ ասող չկա։ Գնացող չկա, որովհետև գնացողներին ուղարկող չկա։ Ու գիտեք, բացի այն, որ ասող չկա, ուրիշ բաներ ասող կա։ Այնտեղ ասված է, ես կոնկրետ ինչ-որ երկրից չեմ խոսում։ Հայաստանից դուրս հավատացեք շատ տեղեր, Հայաստանի շրջակայքում շատ տեղեր, դու Հայաստանի մեջ շատ տեղեր։ Բայց դրսում մանավանդ ես ասում եմ ինչ որ տեսել եմ, էլի, այն իսլամական, այն ծանրության տակ, այն կախարդության խորը, այն որ կախարդությունից աչ չեն բացում ժողովուրդը։ Ես այնտեղ մարդիկ եմ ճանաչում, որ ոչ թե դևեր տենալուն, այլ իրենք սովոր են իրենց տունը, որ դևերը ապրեն։ Որտեղ փոքրուց իրենց տունը դևեր են ապրել։ Որովհետև իսլամը սովորացնում է կանչեք դևերին։ Հասկանում եք, իրանք սովոր են, որ իրենց տունը դև է ապրում։ Դուք հասկանում եք ինչ բան է։ Երբ որ այդպես տեղ ես մտնում, չես կարող հոգևոր աշխարհին չհավատաս, որովհետև ամեն օր ես տենում։ Հասկանում եք, ու ասենց մարդիկ կարիք ունեն, ինչի կարիք, որ գնաս ասես, գիտես ինչ, Հիսուսը քեզ սիրում է, Հիսուսը կարա քեզ դրա մեջից հանի։ Մարդ աղոթի դուրս կգաս, մարդ աղոթում է դուրս է գալի, վсё։ Դեպրեսիաներից, պսիխոլոգիչի լուրջ հիվանդություններից մարդիկ ուղղակի մի հատ ապաշխարելով լուծվում է այդ հարցերը։ Այստեղ որ խորհրդատվական դաս ենք անում, այնտեղ ինչ խորհրդատվական դրան հերթ հələ գիտեք միջև այդ ինչ կան։ Ընդամենը մարդկանց հետ խոսում ես, չես խոսում, գնում ես այնտեղ, նստում ես, մարդիկ իրանք են գալիս սկսում քո հետ խոսալ։ Ասում են մեզի պատմի, մենք չգիտենք։ Խաբար չենք, արի մեզի մի քիչ պատմի, իրանք են գնում։ Նենց է որ դու չես գնալու ասես տենաս սրան ոնց մոտիկանում, չէ, իրանք քեզ կմոտիկանան դու արխային։ Եթե Աստված է քեզ ուղարկի, Աստված կհոգա ով է գալու, ուրեմն ինքը այնտեղ մեկին պատրաստել է որ կա քեզի հարցնի։ Լավ, շատ չտարածվեմ, շատ ժամանակ չխլեմ։ Բայց նորից եմ ասում, Հայաստանը այսօր պատրաստ է լիքը մարդ ուղարկելու։ Պատրաստ է։ Ու հավատա, եթե դու չես կարող գնաս, կարաս ուղարկես։ Ու հավատա, երբ որ դու մեկին ուղարկես, քո աղոթքի պատժերժ կեն, քո այն մի քանի կոպեկը իրան պատժերժ կա տված, կյանքերա փրկելու։ Մարդկանց կյանքերի փրկության պատճառը լինելու։ Գիտեք ինչքան է եղել, որ պետք է գնանք ավետարանչության, բայց կոպեկ չի եղել, որ կարողանանք ելնենք գնանք, որ տրանսպորտ նստենք եթանք։ Տրանսպորտ չկա, պետք է կամ ինչ որ բանով պետք է եթաս։ Չի եղել։ Մեկ էլ ու հանկարծ մեկը ասում է Աստված սրտից դրել է, որ օրհնեմ, չգիտեմ ինչի համար, բայց ձեր ծառայության համար սենց բան կա։
Տենեք ինչ ուրախություն։ Գնացել ենք, մարդկանց հետ խոսացել ենք, բացի Կարսից այսօր Արդահանում էլ արդեն մի հատ խմբակ կա։ Հասկանում եք, ու գիտեք ինչքան է եղել, որ կոնկրետ հոգևոր են խորը պատերազմի մեջ, մեկ էլ դենց հստակ զգացել եմ, որ մեկ իմ համար աղոթում է։ Թիկունքս բաց չի, գիտեք։ Մեկ էլ մեկից զանգ եմ ստանում, գիտես ինչ, ոնց որ պրոբլեմի մեջ ես, զգացի, քո համար եմ աղոթում։ Մեկ է տեսիլ քա տենում, լուրջ խնդիրների մեջ ենք, մեկ էլ մեր Շուշանը նամակ ուղարկում, ասում է աղոթում ենք, մեկը ասեց, տենում եմ, այս ինչ մարդը, չգիտեմ ով է, չեմ ճանաչում ով է, լուրջ տենց հոգևոր պատերազմի մեջ է։ Շուշանը, մեր Շուշանը իմ նկարն ցույց տալի, ասում է կարող ենք, ասում է, հա, ինքն է։ Հասկանում եք, չէ՞։ Քո աղոթքը, քո հոգևոր պատժերժքեն, քո ֆինանսական պատժերժքեն, քո հորդորանքը մեծ բան կարա փոխի։ Դուք շատ տեղերում կարաք այն առաջին գնացողները լինեք, պիոներները լինեք։ Կարանք, այսօր մեր տարածքը պատրաստ է, մեր հոգևորությունը պատրաստ է, մեր վիճակը պատրաստ է, եկեղեցիները պատրաստ են, որ մարդ ուղարկեք։ Ու վերջի համար էլ ասեմ, քո գործը պատրաստ լինելը չի, քո գործը հոժարը լինելն է, ամեն։ Մեր գործը ինչ-որ տեղ, ինչ-որ բաներ պատրաստելը չի, մեր գործը Աստծուն համար հանձնվելն է, որ ինքը մեզի վերցնի գործածի։ Հիմա խնդրեմ կանգնենք աղոթքի։ Եթե կարում ես գնաս, ասա ահա ես ինձ ուղարկի։ Եթե չես կարում գնաս, ասա Տեր ջան, ոնց մասնակցեմ։ Հարցրա մարդկանց, ասա ոնց մասնակցեմ սրա մեջ։ Ուզում եմ այս աղոթքի մեջ կոնկրետ Աստծուն ասես, Տեր ջան, հոժար եմ։ Դու առաջնորդի ոնց անեմ այս ճանապարհը ոնց գնամ։ Որովհետև այսի Աստծո ամենամեծ հանձնարարականն է, ասում է գնա։ Ոնց գնամ, կամ ոնց ուղարկեմ։ Էսի մեր ամենակարևոր գործերից մեկն է։ Ամենակարևորը բնականաբար մեր փրկությունն է։ Փրկությունից հետո ամենակարևորներից մեկը Հիսուսը երկրում ինչ էր ամենաշատը խոսում։ Երկնքի արքայությունն էր խոսում։ Ինքը չէր ասում ապաշխարեք, դա Հովհաննես Մկրտիչն էր ասում։ Հիսուսը երկնքի արքայության մասին էր խոսում։ Այսօր մեր պարտականությունն է ուրիշներին երկնքի արքայության մասին խոսալը։ Ամեն։ Աղոթք գանք Տիրոջ առաջ։